Մարտի 1-ը դա ներազգային իմաստով պիտի ասեմ, ոչ մի բանով չի զիջում ապրիլ 24-ին։ Եթե այնտեղ ֆիզիկական բնաջնջման մասին էր խոսքը։ Մարտի 1-ը դառավ ցույց տվեց, որ եւ հոգեվոր եւ ինչու՞ չէ, սրանք նաեւ պատրաստ են ֆիզիկական բնաջնջման։ Այն ինչ որ հիմա կատարվում է, անսանձ ձիերի երամակի վազքը, դա Մարտի 1-ի թողտվության արտոնյալ շարունակությունն է եւ այս ընթացքում ինչ որ խոսել զոհերի տերերին, ես չգիտեմ զոհի համար հատուցում ինչ կարող է ստանալ։ Ես դες բան չեմ պատկերացնում, ինչ վերես որդեգորույս մոր կամ հոր առաջ, որ դու կարողանաս սփոփել կամ չգիտեմ։ Իհարկե նա միակ բանը, որ ինչ երազում էր զոհը, այդ դրանով պիտի հատուցի։ Այսինքն ազատության, արդարության, անկախության, ազգային արժեքների, չէ՞, այս սայր է տղայի կամ չգիտեմ զավակի կորուստի։ Սա միակ սա կարող է սփոփել եւ պատահական չէ, որ այդ Մարտի 1-յան զոհերի բոլորի սուքը համազգային է։ Եթե ոչ ուղղակի անձերով, այլ ընդհանուր երբե բոլորս հավաքում տեսնում եք համատարած գաղթ ասում, դա իրոք գաղթ է, սա արդեն բռնագաղթին հավասար մի բան է։ Առանց յաթաղան մորթվում են, գյուղերը դատարկում են, դպրոցները բարոյազրկում են, դպրոցներում, էլ չեմ ասում, դպրոցը, որ ես եմ ավարտել, 458 աշակերտներ բուժականի, իսկ այսօր 150, եթե չեմ սխալվում, կամ 152։ Համատարած սպանդ է, առանց արյուն մորթ։ Մարտի 1-ով ցույց տվեց, որ իշխանությունը եւ ժողովուրդը իրար հետ կապ չունեն։ Մարտի 1-ը դա արաբական միացան ցույց տվեց, որ այս ժողովրդին ուղղակի կներեք այս արտահայտությունից համար ժողովրդի, որ փորձում են սանձել որպես երախակալ։ Բայց ես վստահ եմ իմ ժողովրդի ներքին եւ հետո ինչու՞ չէ դարավոր փորձից նա գիտի Պորտուգալու ժամը եւ հույսի արկայությունն է սպասում, որը չի ուշանալու, այս միասնությունները իրար դեպից որ գալիս են, դա պատահական չէ։ Մարտի 1-ը դա ցույց տվեց։ Մենք այնպես որ ուզենք թե չուզենք, եթե ուզում ենք տարվա բոլոր օրերը ապրենք, մենք պետք է դարձյալ սկսենք մարտի 2-ից։ Իսկ ինչ է դուք մտածում եք, որ կպատժվեին։ Իսկ ինչ տարբերություն Մարտի 1-ի զոհերի շարունակությունը չէր Հրաչ Մուրադյանի սպանությունը կամ չգիտեմ Սյունիքում Բուդաղյան նախվերների հետ կատարված սա ես ասացի որ սա արտոնեց դա մի մուտք էր Մարտի 1-ով, որը արտոնվեց բռնություն, սպանդ, անօրինականություն, ինչ է, օրենքները այսօր խորհրդարանը ձևակերպում կտրում կարում են օրենքներ աջ գրպանից անելու եւ ձախ գրպանում տեղավորելու համար։ Նախարարություններ բաժանել, նախարարություններ միացնել, հետո նորից բաժանել, բայց մի հատ անառակաբարո կներեք, բայց այլ ավելի համարժեք բառեր կան, բայց երևի համարժեք սա է, անառակաբարո կապ չունի, ինչ է կատարում, ժողովուրդը սրանից ավելի է գազազում կոպիտ ասած, ավելի կապ չունի, այս իշխանությունը մեր հայրենի իշխանությունը չէ, ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունեցող։ Ես նույնիսկ կասեմ, որ կազմակերպված ցեղասպանություն, ոնց մասնակից դարձրեցին ժողովրդի որոշ մասաների ցեղասպանության։ Ամբողջ արևմտյան Հայաստանի կոտորածը երբ նայում ես զուգահեռներ ես բերում, ուրեմն 25,000-ից ավել գործակալներ կային։ Բոլոր ռեսները, հոգևորականների մեծագույն մասը, որպես գործակալներ 25,000 թուրքյան գործակալ ուներ։ Նույնը այստեղ կրկնվեց գյուղապետերին, հանրապետականի այլընտրանք որպես բարգավաճի ներքաշեցին հանցանքի մեջ եւ այսօր բանակ են ձևավորել։ Մեր մոտ չկա այն, ասենք, ազգային որ քուրդ, հայ, թուրք, չգիտեմ, վրացի, ռուս եւ այլն, այդ խնդիրը Հայաստանում չկա։ Ստիպված այս շերտավորումը ստեղծեցին, որոնք բոլոր տեղերում եթե քայլեք Հայաստանի, կտեսնեք, որ այս շերտավորումից զատ ուրիշ չկա։ Իսկ գյուղապետերին կամ քաղաքապետերին դարձրել են որպես ռեսավեներ։ Դուք երևի գիտեք մասին, խոսքը ռեսավեներ եւ
կուզենայի հիշեցնել որոշ գյուղապետերի, որ մեր ֆիլայները մի հատ լավ երգ ունեն։ Օրներ 5 շաբթի, ցերոնք գեղ հասան, տղայոց խումբը մարքի մեջ մտան, այդ գեղի գողվեն շուն մներ տաժան, ուր երկու որդին վալուն լուր տարան։ Իսկ հիմա ժամանակակից բանի մեջ հեռախոսներ կան եւ այլն, այսինքն շատ ավելի հեշտ է լուր տալ, լուր առնելը, ուղղակի կտրվել են։ Մի շերտ է ձևավորվել, նույն ազգից բանակների բան են փորձել։ Ես ասեմ, որ չի ստացվել, որտեղ այս գյուղապետերն էլ արդեն կամ դպրոցի տնօրենները, ուսուցիչները, ես հետո կանրադառնամ շատ ավելի մեկ ուրիշ հարցով գյուղական բնակավայրի ուսուցիչների դեկտեմբերի 6-ից հետո խայտարակ հոգեբանական վիճակը սարսափելի վիճակ է սա։ Իսկ այսպիսի արհեստական բաներ փորձեցին ստեղծել, բայց մարտի 1-ը դարձյալ մնում է որպես էպիկենտրոն։ Շինականը գնում է արտը հնձելու, տեսնում է հասել է, թե չի հասել։ Այդ մանավանդ որ է դաշտի վրա կարկուտ է եկել եւ այլն, եթե ուշացնի հասկը կկորցնի, եթե շուտ հնձեց, բերքը անպատուղ կլինի, այսինքն փթելու է։ Այսինքն եկել է հասունացման, երբ տեսնում ես արդեն դաշտը սկսել է ոսկիանալ։ Ուզի թե չուզի թե որ հնձվորը կհնձի, ես դա չեմ կարող ասել, այսինքն հնձորի նկատի ունեմ որ մի քաղաքական ուժ, բայց որ պիտի հնձի, այսինքն չի կարող պատահել այնպես, որ դա մարտի 2-ը չգա, դա տենց բան չի լինել, այսինքն հայ ժողովուրդը սրանով չի պիտի վերջանա, բայց պարտադիր պայման մարտի 2-ը պիտի գա, պիտի կարողանալ ձերբազատվել այդ նյութապաշտ տխուր երևույթից, ընդհանրապես բոլոր տեսակի մահերի մեջ ես միշտ արհամարել եմ մարմնական հաճույքների մահը։ Ասենք լավ, առողջ կերանք, խմեցինք եւ այլն, անվնասել գնացինք մեռանք։ Եվ ինչ ենք թողնելու մեր հետնորդներին, էլի։ Չեմ մոռանանք նաեւ, որ շատ այսօր որ մեր հայ ազգի դեմ գործ է անում, ի վնաս մեզ։ Շատ մեծահարուստների թողած նյութն է, որ ի վնաս մեզ է աշխատում։ Չմոռանանք, թե ինչքան միլիարդներով արևմտյան Հայաստանից մեծահարուստները մնաց այդպես էլ տարբեր բանկերում եւ այսօր ի վնաս մեր դեմ է գործում։ Խորհուրդ կտայի, որ մի քիչ ապաշխարեին, մեր ժողովուրդը շատ ներող է։ Անձամբ ես ինքս որպես ազգանվեր մարդ, ես երբեք չեմ պատկերացնում, որ կարելի է դրանց վրա ձեռք բարձրացնել։ Եթե մի հատ խոնավ աչքերով գլուխները կախեն կանգնեն, իրենք արդեն ես կհամարեմ իրենց պատժված։ Այլ բան է, որ վերախավում կան մի քանիսը, որ պետք է ժողովրդական դատը լինի։ Ժողովրդական դատ, այսինքն դատարանների դուռը պետք է ժողովուրդը պահանջի, ինքը պետք է արդար դատը պահանջի։ Բայց երբեք դեմ եմ այդ դատաստանին։ Ճիշտ է, աշխարհում առաջինը մենք ենք գրել դատաստանագիրքը, բայց մենք այն ժամանակվա համար առաջընթաց ենք ապրում։ Հիմա երբեք խորհուրդ չի տա, որ մենք գնանք ինքնադատաստանի։ Չենք տարբերվելու երբևիցե նրանցից ումից, որ մենք այսօր երազում ենք ձերբազատվել։